Իշխանությունը պնդում է, որ Երևանում 35 հեկտար անտառ է տնկվել, օրինակ դուք տեսել եք դրանք։ Ես տեղը չգիտեմ դրա։ Եթե տեղը ասեն, լավ կլինի։ Ես չեմ տեսել, տեսված չգիտեմ։ Երևի ես տեղյակ չեմ, ես ուղղակի ինքս տեղյակ չեմ։ Կարաս Տեսել եք դուք օրինակ դրանցից որևէ մեկը։ չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Ես խաբար չեմ այմել Երևան։ Ես մինչև փաստացի չեմ կարդում, չեմ տեսնում, չեմ հասկանում։ Իսկ որ իշխանությունները տապալում են այս երկիրը, դա փաստ է։ Դա իսկապես պետք չի ասել, մենք տեսնում ենք, ականատեսնենք այսօրվա այս դժբախտությանը։ Բայց տնկվել է այդքան անտառ։ Չէ, ես տեսնում եմ, որ կտրվել է ավելի շատ։ Կտրվել է, դա էլ իրեն շահադիկական նպատակներն ունի, ամեն ինչ հասկանալի է, բայց բավական է, այս երկիրը հենց այնից չի հասել մեզ։ Ինչ արյան գնով ենք մենք այսքանը պահել։ Հենց մենակ այս դիմացի շենքը Արամ Մանուկյանը կանգնեց իզեն ժողովրդին, գյուղացին, բանվորը, մյուսը, բահով, ինչով ասես դուրս եկավ Սարդարապատ, դուրս եկավ հոկտեմբերյան պահպանելու այս մի կտորը։ Արդեն չգիտեմ ես ինչ ասեմ։ Այս ստոր արարածներին եւ գլխավորին, փաշողլի կոչվածին, որը ծախեց այս երկիրը, քանի ուշ չի ոտքի կանգնելա պետք, դեռ ունենք փրկելիք։ Ասում են Երևանում 35 հեկտար անտառ է տնկվել վերջին 3 տարիների ընթացքում։ Ինչ կասեք այս մասին, իշխանությունները պնդում են։ Ինչ ասեմ, ես տեղյակ չեմ այդ տնկել։ Չեք տեսել այդ անտառները։ Չէ, որտեղ են տնկել։ Դե հասցեները գրվում են օրինակ Եռաբլուրի մոտակայքում։ Միգուցե տնկվել է, որ ասում են, առանց տնկելու ոնց կարան այդպես սխալ ինֆորմացիա տալ ժողովուրդը իմանա, որ իրանք ինչ որ ծառատում կենա կատարել։ Հիմա որքանով միգուցե ճիշտ է։ Ահագին ծառեր ես հիշում եմ հեռուստացույց տվեցին, որ այնտեղ կատարում էին տնկումներ եւ падգամավորներից Աղինյանին էլ եմ տեսել ես, որ այնտեղ ծառատունկ են կատարել, մի քանի հոգու տեսել եմ, որ ծառատունկ են արել, բայց որքանով է ճիշտ, քանի տնկի են տնկել, այդքանը չեմ կարող ասել, ազգ ինֆորմացիա չեմ։